Կլինի ընկերությունը կձևավորվի, աշխատանքները կսկսեն։ Այս տարվա երկրորդ կեսին։ Պարոն Եղոյան, իշխանության համար վատ լուր կա, Հայաստանում կոռուպցիայի ընկալման հարցում նահանջ կա, Transparency International-ը երեկ է հրապարակել, նվազել է 1 միավորով եւ ընդհանուր 46 տեղում ենք։ Բայց մենք ահագին առաջ էին գնացել, այդ առաջ գնացածից է, չէ՞, 1 միավորով նվազել։ Հա, բայց դա նաեւ ուզում շեշտել, որ դա կոռուպցիայի ընկալման համատիվն է, ոչ թե կոռուպցիայի համատիվն է, այլ կոռուպցիայի ընկալման, այսինքն այն թե ինչպես են, հա, գիտեմ, ուղղակի որպեսզի մարդիկ ճիշտ է, ոչ թե կոռուպցիայի թիվն է աճել, այլ աճել է, ըստ եթե ես չեմ նայել, ուղղակի վստահում եմ ձեր ասացին, 1 միավորով աճել է ընկալումը զեկույցների, միջազգային կառույցների։ Ես բան չասեցի, ուղղակի ուզում եմ, որ ճիշտ հասկանանք ինչի մասին ենք խոսում։ Խոսում ենք կոռուպցիայի վերաբերյալ ընկալման մասին, այսինքն կարծիքի մասին։ Ընկալվում, որ Հայաստանում կոռուպցիան, որովհետև կարծում եմ, որ բազմաթիվ քարոզչական միջոցներ տարածում են այդ թյուր տեղեկությունը։ Կարծում եմ, որ դա եւ դա որոշ, այո։ Դուք հիմա ինչ ուզում եք ասեք Հայաստանում կոռուպցիան ավելի շատ է, քան 18 թվից առաջ։ Դուք եկաք այն խոստումը, որ պիտի կոռուպցիան արմատախիլ անեք Հայաստանից, բայց այսօր կոռուպցիան արմատախիլ արված չի։ Աշխարհի որևէ պետությունում մենք եկանք այն խոստումը, որ համակարգային կոռուպցիան կվերացնենք եւ համակարգային կոռուպցիա այսօր Հայաստանում չկա։ Այսինքն չկան կոռուպցիոն բուրգեր, չկան այնպիսի համակարգեր, կեղծ, այսինքն ուրեմն անօրինական դրույքներ, այս կամ այն պետական ծառայությունը ստանալու համար, երբ որ մարդը գնում է ինչ-որ ինչ-որ գումար է վճարում, եւ այդ գումարը կիսվելով բուրգով բարձրանում է վերև, ընդհանուր մինչև ինչպես եղել է առաջ, կարող է մինչև նախարար դա գնալ, մինչև պետության ղեկավար դա կարող է գնալ, բայց ապօրինի գույքով այս գումարները որտեղից են եկել։ Ինչի որևէ մեկը նախկին իշխանություններից չի պատժվել այդ ձեր ասած բուրգով գնալու միլիարդի 500 ասեք, որ պաշտոնյան այդպես պաշտոնյա դառնալու համար բուրգով ձեզ համար այդ ձեր ասած Սաշիկի 50%-ներ մի հատ դեպք ասեք, որ դա դատական ակտով հաստատվել է։ Պեկի ղեկավարի հյուրանոցը օրինակ։ Ինչ եք ասում։ Դուք ասում եք պաշտոնատար անձը նախկինում պաշտոնյա դառնալու համար մուծվել հակառակը ասեցի, ծառայություն ստանալու համար պաշտոնյայից կաշառքը ոնց է լինում համակարգված, երբ քեզ պետք է ինչ-որ ծառայություն պաշտոնյայից տալի, դու էլ մուծնում ես վերևների։ Դու քո բաժինը վերցնում ես, մնացածը տալիս ես վերև, յուտ է անում։ Պետական ծառայ, երբ կաշառք եք տալիս համակարգված կոռուպցիայի դեպքում ոնց է լինում։ Դե եթե սա այն համատարած է դա եղել, ուր են այդ պետին ու այդ վարչության պետը ամբողջը դնում է դարակում։ Դա պարզ բուրգի կոռուպցիան բուրգ է, ասենք ես պետք է ձեզ ասեմ ոնց է դա լինում։ Դուք եք 1000 անգամ, դուք եք 1000 անգամ։ Ես էլ չեմ տվ, ես էլ շատ բան չեմ արել, ես էլ օրինականացրել եք։ Չեմ թռել, բայց գիտեմ ոնց է աշխատում պարաշուտը։ Դուք այդ գումարների վերցնեք։ Օրինակ բան Եղոյանը, Նիկոլ Փաշինյանը ասում է։ Ինչ է օրինական, հələ կնա ինչ է օրինական ասում։ Երբ որ ձեր պարգևավճարները միլիոններով, այսպես բյուջեից հանում միանգամից դնում եք գրպանը, դա էլ է ձև, որ օրինական ճանապարհով ստանում եք միլիոններ։ Օրինականացրել եք այն, ինչը որ դուք նախկինում ասում եք վայ ծրարներով։ Ես չեմ խոսում միլիոնավոր դրամներից, ես խոսում միլիոնավոր դոլարներից։ Ես խոսում եմ դոլարները 550 միլիոն դոլարը վերադարձվել է պետական բյուջե, 1.5 միլիարդի հայցնել հիմա դատարանում է։ Եվ դուք դա գիտեք։ Եվ դուք դա դարձնում եք ու հետո պարգևավճարների տեսքով ներդնում ձեր գրպանը։ Վերադարձնում ենք, դրա 99% վերադարձնում ենք, դրա 99.9%-ով գնում ենք զենք, կառուցում ենք պաշտպանական կառույցներ, սուբսիդավորում ենք ինտենսիվ այգեգործություն, սուբսիդավորում ենք մյուս պետական ծրագրերը, որով որ մեր քաղաքացիները ավելի շատ եկամուտ են գեներացնում, ավելի շատ հարկ են վճարում բյուջե, մեր հնան կրկնապատկվում է 7 տարում $4000-ից մեկ շնչին ընկնող դառնում է $8500 մեկ շնչին ընկնող եւ այդ ամբողջ գումարի 0.1%-ն էլ այո պետական ծառայության ամրապնդման համար ենք դնում, այո։ Այո։ Ժողովրդին թալանած վերադարձնելու ենք ժողովրդին։ Ես բացատրեցի, ոնց է դա վերադառնում այսօր, դուք ուր որ գնում եք, օթանավով զվարթնոցոթակային իջնելուց այն բոլոր լույսերը, որ դուք տեսնում եք, բոլոր գյուղերում վառված, բոլոր ասֆալտապատ ճանապարհները, բոլոր ջերմոցները, Սպարտականությունն է, որ դուք պետք է բարեկարգեք, բարենորոգեք, զարգացնեք, դա
բանը պաշտոնատար անձի մենք աշխատավարձ ենք տալիս, որ դա Այո, իսկ ինչքան աշխատավարձ եք դուք տալիս։ Գիտեիք, Պետական ծառայողներին ինչքան աշխատավարձ եք տալիս։ Դուք նվիրյալներ եք, ասում եք մենք գալիս ենք ես անելու են անել, դուք չեք ասել, որ դրա համար Պետական պետություն ունենալը արժի որոշակի գումար։ Պետություն ունենալը, որովհետև առանց պետության չի կարող տեղի ունենալ այն բոլոր փոփոխությունները, որոնք որ ես ասում եմ։ Եթե դուք կարծում եք, որ մեկ շնչին ընկնող հնան, բացեք, նայեք, նման ցուցանիշներ շատ չեն աշխարհում։ 7 տարվա ընթացքում կրկնապատկած կառավարություն պետական այո բնական է դա, որովհետև երբ որ քո եկամուտները աճում են, դուք ես կարողանում ես ավելի շատ ծախս թույլ տալ։ Այո, եթե ձեր աշխատավարձը աճում է, դուք կարող եք ավելի շատ վարկ վերցնել, դնել գործի մեջ, ավելի շատ վարկ վերցնել, փակել ավելի շատ տոկոս։ Այո, աշխարհի ամենաշատ պետական պարտքը գիտեք որ պետություններ ունեն։ Ամենահարուստ պետությունները ունեն։ Նախկինում Նիկոլ Փաշինյան ազգային ժողովի ամբիոնից կանգնում են հենց պետական պարկ վերցնելու բոլոր վարկային համաձայնագրերին դեմ էր քվեարկում, ասում էր բան։ Պետական պարկ վերցնելուց հետո մենք միևնույնն ունենում էինք 80-ականների զենքեր, ունենում էինք կոնսերվի բանկաներով սահմաններ։ Դեպքում էլ առանց հերթիր սուեր ենք ունենում, ձեր դեպքում էլ չկրակող բաներ ենք ունենում, 10% կրակող։ Ռուբսիմե ջան, ձեր գործը լավ չեք անում, ես ձեզ ասեմ։ Լավ չեք անում։ Գործը լավ արեք, իմ գործը թողեք մեր դիտողներին։ Հնացած թեմա է։ Հիմա Հինանոր դուք 80-ականների զենքը նոր 26 թվի թազաթխած թեմա էր, որ բերել եք։ 80-ականների զենքը միշտ էլ թեմա։ Ուրիշ բան չի եղել։ Ուրիշ բան չի եղել։ Բա մի քիչ առաջ նեղացաք, որ ասացի ընդդիմադիր լրագրող, բա նեղացաք։ Դուք ուրիշ բան չեք տեսնում։ Այն զենքերը որ ցուցադրվեցին, որ ասում եք, դուք եք սխալ ասում։ Այն որ մի քիչ առաջ, այն որ ասում եք, բա ուր են, ինչով է այդ զենքերը, ցույց տվեք տեսնենք։ Այն որ պաշտպանության նախարարությունը հրապարակեց։ Դուք այնտեղ ուրիշ զենք չեք տեսել։ Դուք հնդկական զենքի մասին չեք լսել, դուք ֆրանսիական զենքի մասին, արտիլերիստի, հրետանային համակարգի մասին դուք չեք լսել։ Դուք ամերիկյան այս դրոնները, որ եկան, որ աշխարհում շատ քիչ պետությունների են տալիս, դուք դա չեք տեսնում։ Տարբեր բաներ խառնում եք իրար։ Խառնում եք իրար տարբեր բաներ։ Այդ զենքերը ոնց որ այն մեր միլիարդավոր պարտքերը վերցրել ենք հենց այդ զենքերի համար։ Մենք ասում ենք ձեր պարտքի ավեճաներ, դուք զենքերն եք ասում։ Ոնց անում եք այդ ձեր մի երկու արած բանը, սղացնում եք դրա, տա։ Այո, որովհետև երբ որ ես հիմա նայում եմ ձեզ, ես տեսնում եմ ձեր դեմքը։ Ես չեմ նայում կոնկրետ ձեր դեմքի մի փոքրիկ հատվածին։ Օրինակի համար, որտեվ ես տեսնում եմ ամբողջությունը։ Դուք ասում եք վերցրել եք միլիարդավոր դոլարների պարտքեր եւ ինչ եք արել, ես թվարկում եմ։ Ահռելի ծախսեր եմ ես թվարկում։ Դուք վերցնում եք այդ ամբողջ ծախսից 0.1%-ը, ասում եք, ահա ամբողջը ծախսվել է 0.1%։ Պարոն Եղան, երբ որ այդ puzzle-ը ամբողջական նայում ենք, ավելի վատ բան ենք տեսնում։ Ձեր այդ որ տենց մտածում եք, շատ լավ վարձատրություն է, դուք արժանի եք դրան այդ միլիոնավոր պարգևատրումներին, ես նայում եմ կորուստներն են նաև, թե դուք քանի եկեղեցի, քանի պատմամշակութային հուշարձան, ինչքան հարստություն, ինչքան զենք եք թողել մեր Արցախում եւ այսպես տվել եք փաթեթ։ Դուք լավ չեք անում, ձեր նոր թեմաներ պիտի մտածեք, հասկանում եք։ Ասենք Արցախի կորուստը, ասենք բան եք արել, դուք փայլուն այդպես ձեր ասում եք puzzle-ը ամբողջությամբ տեսեք։ Ամբողջությամբ նայում եմ, շատ վատ բան եմ տեսել։ Հրապարակվել են, դուք այդ բանակցային փաստաթղթերը կարդացել եք եւ դուք այնտեղ տեսել եք, որ մեր իշխանության օրոք է խնդրեմը ցակել։ Ձեր իշխանության օրոք մենք Արցախը առանցքային խոստումներ է տվել, ներողություն ասել եք, խնդիրը լուծվելու է Արցախի ժողովրդի, Հայաստանի ժողովրդի եւ Ադրբեջանի ժողովրդի։ Պետք է լուծվի։ Պետք է լուծվի, այո, պարզ է, որ խնդիրը Շուշին դեօկուպացնել։ Դա ոչ թե վարչապետի գյուտն է, դա շատ պարզ տրամաբանություն է, որ երբ որ մարդիկ ունեն կոնֆլիկտ, այդ կոնֆլիկտը պետք է լուծվի համաձայնությամբ, դա անես չի ոչ որ գյուտ է։ Դուք եթե չեք տեսնում Ղարաբաղի հիմնախնդրի ամբողջ ընթացքը, դուք եթե չեք տեսնում, թե ինչ է գրված Մադրիդյան սկզբունքներում, դուք եթե չեք տեսնում, թե ոնց է այդ կոնֆլիկտը ազգերի ինքնորոշման կոնֆլիկտից դարձել տարածքային վեճի վեստում, եթե դուք այդ ամենը չեք տեսնում, դա միջազգային հանրությունը տեսնում է, դա բանակցող կողմերը տեսնում են, Ազատություն ռադիոկայանի չկան, հրապարակած վերջին գաղտնազերծված նյութերը բանակցային process-ի մասին, թե ինչ են խոսացել ԱՄՆ պետքարտուղարներ, Մինսկի խմբի համանախագահողներ, չէ՞, դուք Ես տեսնում եմ փաստը, Արցախը դատարկվել է, էթնիկ զտում է արվել ձեր իշխանության օրոք։ Այո, դուք հիմա կարող եք
դուք կտեսնեք գարնանը, կներեք, որ ծառերը կծաղկեն։ Դուք կտեսնեք դա գարնանը, բայց որպեսզի ծառը ծաղկի գարնանը, հիմա այդ ծառը պետքա նորմալ սնուցում ունենա։ Դուք կտեսնեք հիմա ամպրոպ, այս գիշեր, այս երեկոյան դուք կտեսնեք ամպրոպ, բայց ամպերը պետք է հիմա կուտակվեն։ Եթե հիմա ամպը չկուտակվի, ամպրոպ չի լինելու երեկոյան։ Թե դուք երեկոյան ասելու եք, որտեղից էս ամպրոպը եկավ, էս կայծակը խփեց մեզ, որտեղից խփեց, կուտակված էներգիան հիմա է կուտակվում։ Նույն ձևել այն ժամ, հիմա այն ինչ որ մենք անում ենք, դրա արդյունքը է, որ ասում եք պետական պարտք։ Սա արդյունքը կանցնեն տարիներ, մեր հնան էլ ավելի է կրկնապատկվելու, մենք էլ ավելի ենք վարկունակ դառնալու։ Այդ պարտքերը փակելու հետևանքները։ Ես կրկնում եմ, հետևանքները, որ ձեր հնան աճում է։ Դուք որ գնում եք, վարկ եք վերցնում, բիզնես վարկ եք վերցնում, դուք վերցնում եք վարկը դնում եք գործի մեջ, գործը ձեզ բերում է շահույթ, շահույթի մի մասը պահում եք ձեզ, մյուս մասով փակում եք վարկի տոկոսը եւ հիմա էլ է լավ, որովհետեւ եթե լավ չլինի, մեզ ոչ մեկ վարկ չի տա։ Ոչ մեկ վարկ չի տա։ Սա 20% Ես ուզում եմ տեղյակ պահել օրինակ